Խոսքի մեջ միտեղ կա Գաղատացիների գրքի մեջ ասում է ձեր կիրքերը, ձեր ցանկությունները գամեք խաչին։ Գիտեք, մենք այնպես նման է գալիս ենք խաչի մոտ, բերում ենք, օրինակ, սուտ ասալը, ասում ենք, հրաժարվում եմ սուտ ասել, всё, էլ սանստո սուտ չեմ խոսալու։ Բերում ենք բամբասանքը, ասում ենք բամբասանքը մի քիչ դժվար է, բայց տալիս եմ։ Մտամ, հարևանս ծաղունի չեմ անելու էլ։ Տալիս ենք բամբասանքը, էլի մխում ենք պատին, սենց այդ փետի վրա, սենց աղոթում ենք, լացում ենք, մեզ պատ ենք տալ, ով գիտի մի օր երկու օր ծոմ ենք վեկալում բան, վերջում ասում ենք փառք ես տես ջան, վերջում այդ հալց ասում ուր ալ իմ թուղթը տվեք էլա, մի հատ իմ թուղթը տվեք, ու այդ թուղթը վեկալում ենք, այդ սուտ ասելու կամ բամբասելու, ծիպը բան էլի, նես պահում ենք հիշատակի համար, ու էլի հետներս հետ ենք բերում։ Բայց պետք չի գիտես, որ հետ բերես հիշատակի համար։ Իրա տեղը խաչի վրա է։ Ոչ թե քո մտքի մեջ, ոչ թե քո սրտի մեջ։ Ոչ թե որ քեզ ճնշի։ Մենք կամ հրաժարվում ենք, կամ էլ թե չէ իմիտացիա ենք կամ իբրև թե հրաժարվեցինք։ Եկեք չխաբենք ինքներս մեզ։ Լսեք, սատանան ստի հայրն է։ Ինքը գիտի ոնց ձվադրում կատարի ամեն մեկիս կյանքում, ով գիտի ճանճը ինչ բան է։ Ինքը ձվադրում է կատարում, չէ՞։ Մի որոշ ժամանակ հետո տեղ առաջանում է այդ կեղտոտ միջադատը, հա։ Այդտենց ինքը գիտի ոնց սերմի մեր կյանքում, որ մենք այդ սուտը այս փաթեթավորումով, գեղեցիկ փաթեթավորումով մեր մեջ թույլ ենք ասում ենք, հա դա ինձ չի որ տենց է։ Դա եւ բամբասանքի առումով է, եւ ստի առումով է, ու մնացած բոլոր կողմերով է։ Դրա համար ինձ ու քեզ պետքա որոշում կայացնենք, մենք աղբաման ենք, թե Աստծո տաճար ենք։ Դա շատ կարևոր է։ Եթե մենք աղբաման ենք, մենք իրավունք ունենք ու պիտի թույլ տանք, ով ինչ ուզենա, իրանց տան ավելցուկները հանեն շպրտեն մեր տուն։ Ինչ կատարվեց իրանց տունը, թող շպրտեն մեր տուն, ինչ կատարվեց իրանց մեջ, թող շպրտեն մեր տուն, ու մենք վերցնում ենք այդ կեղտոտ շորերը, հավաքում ենք, սենց հետո ասում ենք, բայց ոնց որ հոտ է գալիս, չէ՞, ոնց որ ու սենց ման են գալ, տնաս որտեղից է այդ հոտը գալի, լսի մենք ենք հավաքել։ Իսկ կարող է մեզ պետք չի այդ մարդկանց կեղտոտ շորերը։ Կարող է մեզ պետք չի։ Կարող է մեզ պետք է, որ հələ մեր կեղտոտ շորերն էլ բերենք Հիսուսի ոտերի մոտ։ Աստվածաշունչը ասում է, ձեր հոգսը նրա վրա գցեք։ Իսկ մենք այդպեսի կատակ ունենք, մեր քույրիկներից մեկը, երբ որ մի անգամ այդպեսի միջոց առում ենք արել, խաչին ամեն մարդ իր կարիքները խփում էր, աղոթում էինք, լացում էինք, չգիտեմ, եւ այլն, մեկ այդ մեր քույրիկը եկավ սենց ասում է, չգիտեք ուրա մանա գալ, ասում ինչ ես ման գալ, սաղն ես խորը աղոթքի մեջ են, ասում է մեղքերս եմ կորցրել, մեղքերս ուրա, չգիտեմ, ու մենք սաղը սկսանք ծիծաղալ, ղժալ, չի ասում մեղքերի թուղթ, ասում է մեղքերս եմ կորցրել, ու տենց այդ հասկացողություն, գիտես, շատ անգամ անես նման է մեզ, մենք ոնց որ թե ծոմ պահեցինք, ոնց որ թե հրաժարվեցինք, ոնց որ թե իսկականից զղջացինք, բայց ոնց որ թե էլի գնացինք, հետևից վերցրեցինք, ու հիմա այսօր եկել ենք այդ նույն մեղքերը մեր մոտ։ Ճիշտ է, այդ մեղքերն ճակատներից գրված չի, բամբասանքի, սուտի կամ ուրիշ մի բանի, բայց այնպես փոքր ցալ ենք հիշատակի պես կպցել ենք մեր մոտ ներսի գրպանում։ Ես մտածում եմ, լավ չենք անում, եթե մենք սենց ենք անում։ Եկեք իմիտացիայով չզբաղվենք։ Իմիտացիան դե գիտես, օրինակ, եթե որ դու անում ես, իբրև անում ես, առանց իրողության, հա, դու ձևն ես անում, բայց ոնց է, չէ, Թումանյանը, հոգին թե ձևը, հիմա այս նույն տարբերակն է։ Մենք ձևն ենք պահում, հոգին չկա տեղ։ Եկեք մենակ ձևը չանենք, խնդրում եմ։ Գնահատիր քո ժամանակը, գնահատիր քո ընտանիքին, գնահատիր քո եսը, քո անձը, գնահատիր։ Եղիր իստակ Աստծո հետ։ Եղիր իսկական Աստծո հետ։ Մի խափիր, խնդրում եմ։ Հերիքա խափես քեզ, որտեղ վաղ թե ուշ հիասթափությունն է դուրը թակելու։ Իրանք հերթով գիտեն, որից հետո ով է գալու։ Իրանք մոտ մեխանիզմ է։ Սկզբից սուտը, հետո բամբասանքը, հետո հիասթափությունը, հետո էլի ուրիշ բաներ, վերջում էլ ինքնասպանությունը կամ էլ թե չէ եկեղեցի չգալը։ Դատար կաթողներին նայեք։ Իրանք հասկացան, որ եկեղեցի գալը պարտադիր չի։ Իրանք ամենաշատը տենց ասան, ու ասեմ, էդի վերջը չի, էլ ուրիշ բաներ կա, դրանց հետո կլսենք մենք։ Մենք կլսենք այդպես բաներ, որտեղ չարը գիտի մարդկանց ոնց խափի։
Ինքը չի տկնում, ասում ես իր մոտ ուղակի մեխանիզմ է, ձևավորված, արդեն այդ ալգորիթմը կա։ Ինքը գիտի որից հետո ինչ ա տալու, որից հետո ինչ ա տալու, որից հետո ինչ ա տալու։ Ու մեզ պետք չէ այդ ալգորիթմին հետևել։ Մեզ պետք է ուղակի Հիսուսի հետևից գնալ։ Մեզ ընդամենը մի պատճառ է պետք, ինչի ստեղ ելնենք։ Մեզ ընդամենը մի պատճառ է պետք, ինչի աղոթենք։ Մեզ ընդամենը մի պատճառ է պետք, ինչի կարդանք։ Մեզ ընդամենը պատճառ է պետք, ինչի ամեն օր նորոգենք մեր սերը։ Նորոգենք առ Աստված մեր սերը։ Մեզ մի պատճառ է պետք, այդ պատճառը անունը Հիսուս Քրիստոսը։ Էլ ուրիշ պատճառ մեզ պետք չի, ուրիշ հիմք մեզ ուղակի պետք չի։ Հովհաննես 3:16-ը վառ ապացույց է նրան, որ Աստված մեզ այ մարդ իսկականից սիրեց, ու իր սերը ապացուցեց ոչ թե լոկ դատարկ խոսքերով, այլ թույլ տալով իր որդու մահը խաչի վրա։ Ու հիմա եկել ենք, հասել ենք հաջորդ կողմը, մեր բաժինը, մեր քայլը, որն է ընդառաջ դրան։ Մենք որ Աստված մեզ սիրում է, կասկած չունենք, բայց մենք ոնց անենք, որ մեր սերը նույնպես ամրապնդվի, ոնց անենք, որ դա փաստ դառնա, ոնց անենք, որ մենք չկասկածենք վաղը մյուս օրը մենք իսկականից ենք սիրում, թե այնքան որ մենք բառերով ենք սիրում։ Հավատացնում եմ, նշանված մարդիկ շատ բաներ են իրար ասում, մինչև ամուսնանալուց հետո արդեն բարի գալուստ իրողություն։ Հասկանալի է, այո, բայց գիտես այսքան ճիշտ է, երբ որ երկուսով լծվում են իրար համար ապրելու համար։ Թույլ տվեք հիմա ուրիշ բան ասեմ։ Հիսուսը եկավ մեզ նշանի մատանի տվեց, որպես հարս, որ ընտրեց, կանչեց, ասում է, շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված։ Ովքեր են ընտրվածները։ Բոլոր նրանք ոչ թե որ ասին հա Հիսուսին, այլ որ համ սկսան պահել իրանց մոտ։ Ինքը ասում է, ես չեմ նայում միջև այդ ինչ ես եղել, ով ես եղել, երբ ես եղել։ Այս պայից սկսած ինչ ես անում դու։ Ինչ ես անում դու։ Ինչ վերաբերմունք ունես, ինչ ակնկալիք ունես դու։ Մատանի ունեմ, հա հետո։ Լավ, հասկացանք, 2 տարի Instagram-ով գնաց, սա մատանն է ցույց տվեցիր։ Մի 2 տարի Facebook-ով, լավ էդ էլ հասկացանք։ Բայց Հիսուսին, լսեք, ո՞ւնտեղն ենք մենք դրել։ Ինքը չի տեսնում մենք ինչով ենք զբաղվում, ում ենք աշխով տալիս, ում հետ ենք խոսում, ինչ մտքեր է գալիս ու գնում։ Ու ինքը մտածում ես ինքը գալու է այդ մեկի հետևից, թույլ տուր ասեմ 5 խելոք կույս, 5-ը ոչ այդքան խելոք կույս։ Բոլոր նայեք, խնդիր չկար մարդկանց բարոյականության, կույս են բոլորն էլ։ Բոլոր 10 կույս են, բայց այն 5-ը վերցվեցին։ Ցավոք սրտի, այն մյուս 5-ը, ցավոք սրտի այդ մարդկանց համար, ոչ թե Հիսուսի համար, որտեղ ներողություն Հիսուսին բանի տեղ մի դրեք ակաժները կախածից, չէ, ինքը գիտի ինչ ա, յուրաքանչյուր տղամարդ ինքը գիտի ում ընտրում, կամ գոնե պիտի իմանա։ Ինքը գիտի ում համար է գնում ինքը։ Ինքը չի ուզում, որ սաղ կյանքն իմանա, որ իր հետևից պոզեր կա։ Ինքը չի ուզում։ Ինքը չի ընդունում այդ, ինքը չի հասկանում էդի, որ դա նորմալ է։ Սելի եկեղեցի, ես ու դու ինչ որոշում կայացրեցինք, ու եթե մենք բոլորս ուղղակի այդ փուլի վրա ենք, դե մենք մատանի ունենք, եկեք հիշենք մատանի ունեցողն է ինչ կապ ունի, Աստվածաշունչը մեկ ուրիշ առակ բերեմ ուղղակի։ Առակներից մեկը էդ է ասում, ամեն մեկին տվեց իր կարողության չափով, հա, հնարավորություններ, ու ասեց գործի մեջ դեր, չասեց պահեք, ասեց վերցրեք, ամեն մեկին իր կարողության չափով։ Գիտես, երբեք մի ասա, որ դա իմ ուժերից բարձր է, չէ, մեզ տրված է, այն ինչ որ մենք քո կողքի նստած մարդ է, քո իրավիճակը, թույլ տուր ասեմ, դա նրա համար չի, որ քեզ ուտի, այլ նրա համար է, որ դու հաղթես ու Աստծուն փառք բերես դրա համար։ Անկախ նրանից դու 30 տարվա տոկոսի տակ ես մտած, 15 տարվա, թե մի շաբաթվա։ Ընդհանրապես, անկախ նրանից քո հիվանդությունը գրիպ է, թե ռակ է։ Մենք ճիշտ ենք հասկանում։ Անկախ նրանից դու ամուսնացած բաժանված ես, թե ամուսնացած 3 անգամ բաժանված ես։ Ամեն ինչից անկախ, հասկանում ես։ Աստված յուրաքանչյուր իրավիճակի մեջ լուծում ունի։ Եթե մեր նպատակը մենք ունենք դեպի Աստված, մենք հավատում ենք Աստծուն, Աստված ունի լուծում, սիրելիներ։ Ու հենց ժամանակն անցավ, թե եկավ ասեց, եկեք տենանք, ինչ է կարել։
Նկատեցիր, որ ինքը հենց այնա չէր տվել։ Եթե հենց այնպես տված լիներ, ինքը չէր գա հարցնելու։ Ինքը եկավ ասաց, տղայք ինչ եք արել։ Առաջինն ասաց, այսքան եմ արել, ասաց ապրես։ Տվեց պարգևատրում։ Երկրորդն ասաց, այսքան ասաց ապրես, էլի տվեց պարգևատրում։ Երրորդն եկավ ու սկսավ այն ինչ որ շատ անգամ այսօր քրիստոնյաներս անում ենք։ Հա բա տեսար ինչ ասեցիր, ինչեր ասում։ Կարևորը աստվածաշնչյան բառեր ասում, էլ հայույանք չի ասում, գիտի թե էդի հերիքա։ Ասաց չէ, տղա ջան, դու սխալվեցիր։ Չար, ծույլ, ծառա։ Ու ասաց, էդի կվերցնեք ու կտակ այն մարդուն, ով որ ավելա շատ ա ունեցել է։ Գիտես, բան չի փոխվել կյանքում։ Մենք նորից, մենք պետք է մեզ հասկանանք, որ մեր Աստված, ինքը նույնպես բանական էակ է։ Լսեք, մենք մեզ բանական էակի տեղ ենք դրել, մտածում ենք վերլուծեցինք այս մեկին, վերլուծեցինք այն մեկին, ուրեմն սենց, մենք մեզ մտածում ենք, ότι օքեյ է։ Բայց լսեք, մեզ արարիչը ինքն էլ է բանական էակ։ Ինքն է գիտի մեր մտածմունքները։ Ինքը գիտի մենք որտեղ ենք սխալվում, որտեղ ենք ճիշտ։ Ի տարբերություն մեզ, ինքը չի սխալվում, ինքը անսխալ Աստված է։ Այդ մենք ենք, որ սխալվում ենք։ Սերներ, ինքը անսխալ է, ինքը գիտի մենք որտեղ ինչ արեցինք։ Ու այսօր մենք եկել ենք, հասել ենք էլի միտեղ։ Աստված մեզ սիրում է։ Ես ուզում եմ, որ դու ինքդ քեզ ասես, որ Աստված քեզ սիրում է։ Ես ուզում եմ, որ դու ինքդ քեզ քո հասկացողությանը ասես, որ ոչ թե որ դու ստեղ ես, որտեղ դու լավն ես, այլ դու ստեղ ես, որտեղ ինքն է շատ լավը։ Մենք բոլորս իրանով ենք փրկված։ Շնորհքի հաշվին է։ Շնորհքի հաշվին է, որ ես ու դու այսօր այստեղ ենք։ Շնորհքի հաշվին է, որ իմ ու քո սրտին հարազատ է Հիսուսից մասին լսելը։ Որ մենք ուզում ենք հասկանալ, մի քայլ մոտենալ օրական, դա բացարձակապես իր ամենաշնորհն է։ Բայց թույլ տուր ասեմ, մի փոքրիկ բան կա, որ մեզանից կախված է։ Մեր մարդկային ֆակտորը, ուզենք թե չուզենք, որովհետև ինքը ազատ կամքը չվերցրեց մեր, բայց ինքը մեզ ռոբոտ չարեց։ Դրա համար այսօր մենք ստեղ ենք։ Ուրեմն թանկագիններ, սիրում ենք Աստծուն թե չէ, իսկ եթե սիրում ենք, ինչ ենք անում։ Մենք այս մի ամբողջ ամիս է խոսում ենք, որ սերը դա դատարկ խոսքեր չի, սերը դա մերկին հագցնելն է, մրսածին տաքացնելն է, սերը քաղցածին կերակրելն է։ Հիմա ես չեմ ուզում ասեմ ձեզանից քանիսն են մերկի գտել ու հագցրել, մրսածի գտել ու տաքացրել։ Ես չեմ ուզում ասեմ ու չեմ էլ ուզում, որ դու գաս ներկա ստանաս։ Ես ընդհանրեն ուզում ասեմ, որ դու ինքդ քեզ քննես։ Դու սիրում ես Աստծո խոսքի համաձայն, թե դու սիրում ես շուրթերով։ Դու արդեն գիտես որն է ճշմարտությունը։ Դու ոչ թե լսեցի, որ Աստված սիրում է քեզ, դե դու էլ իրան սիրի ու օքեյ է, չէ։ Մենք լսեցինք Աստված ոնց է սիրում, ու մենք սովորում ենք մեր անձին երբեմն էլ նեղություն տալու հաշվին Աստծո սերը դրսևորել ուրիշների կյանքերում։ Ու հասկացել ենք եւս մի բան, որ այդ կերպով մեր սերը չի պակասում։ Մեր սերը գնալով ավելանում է։ Հասկացել ենք մի բան, որ սենց անելով մենք մեր մեջի բացիներին ավելի ճնշում ենք, ցավացնում ենք ու մեր մեջ ավելի թույլ ենք տալի Աստծո հոգու շարժը։ Մենք մեր մարմինը դաստիարակում ենք Աստծո գործ գործելուն, որովհետև մեր մարմինը իրան թողես սաղորը դիվանին պարկի, մեր մարմինը իրան թողես սաղորը հեռուստացույցի բանը, պուլտը թերթի, մեր մարմինը ու էլի նման բաներ, կամպյուտերի առաջ նստի, ինչ որ ռսես նայի, մեկ էլ տեցավ մի քանի ժամ անցավ։ Բայց հենց հերթել մա կարտալուն ու աղոթում, քունս ասում, հենց գիրքը վեկամ քունս տանում է։ Սելիներ։ Աստվածաշնչի մեջ այս մասին ես խոսացել եմ էլի, կա պատմություն, դու հիշում ես։ Աստծո տապանակը Դավիթ թագավորը ուզում էր տեղից տեղ տեղափոխել։ Ինքը ինչ-որ մի տեղ էր, Աբինադաբի տանն էր, հա, ու ասում է 20 տարի այդ տանը, տունը բալերի վրա էր, բարձր տեղ էր որոշակյորեն, բայց Դավիթ թագավորը արդեն թագավոր էր, արդեն Երուսաղեմ էր, արդեն ինքը ուներ իր տեղը, իսկ Աստծո տապանակը տեղ չուներ, ու սրտած ցավությամբ ասում է ոնց կարամ սենց անեմ, ախր Աստծո տապանակը այնտեղ մենք բոլորս էստեղ բերեմ այս քաղաք ու դրանց հետո մնացածը Գիտես, Մարգարեն ասում է շատ լավ ես անում, գնա, բեր, ինքը հավաքում է ահագին մարդիկ իր այդ լավ մարդկանց այդ գնում են բերելու, ու եթե հիշում ես ճանապարհին մարդ է մահանում։
ճանապարհին, որովհետև ինչ կատարվեց, դնում են նոր սայլի վրա, Աստծո տապանակը քշած սայլ չէր, լավ լսիր, նոր ամենավերջի վիպուստ մեքենաներից էր, սիրուն, բաց, տեղին, կողքից մարդիկ քայլում էին երևի թե 30,000-ից ավել մարդ կար, բայց հետաքրքիր ասма ճանապարհի մեկ ինչ-որ տեղով անցնելուց ինքը ոնց որ ծռվում այդ սայլը, հա, ու դեմի գնացող եզերն է շատ լավ եզներ են, էդ էլ ասեմ, այսքան հզորությունն էլ է շատ լավ մեքենայի հետ, ոչ մի խնդիր չկար։ Բայց հետևանք գիտես ինչ եղավ, երբ որ ինքը մի քիչ թեքվեց, ասում է ծառայողներից մեկ, երկու հոգի ծառայողներ կողքից են գնում, ասում է ձեռքով փորձեց պահել։ Երևի թե պետքա ոսկե ջրենք այդ մարդուն, այ մարդ ինքը փորձեց Աստծո համար։ Դավիթն էլ փորձել էր ինչ անել ժողովուրդը, որպեսզի Աստծուն ավելի մոտ լիներ, ուզում էր բերել մայրաքաղաք։ Ոնց որ բոլոր նպատակները լավ են, այսօր շատ մարդիկ դե մենք եկեղեցի գնացինք, մենք նվիրատվություն արեցինք, մենք սենց, չէ՞։ Բայց այդպես ինչ եղավ, ասма այդ մարդը մահացավ։ Բոլորը վախեցան, բոլորը հետ գնացին։ Անգամ Դավիթը ընկավ մտքերի մեջ, էս ինչ էր։ Ամբողջ աշխարհը մեզանայում, թագավոր ինքը ու իր ընտիր մարդկանց հետ էր գնացել, բայց այդպես դեպք պատահեց։ Եկեղեցում մարդ մեռավ, պատկերացնում ես ինչա կատարում դրանից հետո։ Հիմա այս վիճակն է։ Եվ ուղարկում է Աբդեդոմի տունը։ Մի որոշ ժամանակ հետո ինքը տեսնում է, որ Աստված օրհնել է այդ տունը, ինքը ասում է, որ դա նշան է։ Գիտես, այնքան կարևոր է, որ մենք մեր ներսում զգանք Աստծո առաջնորդության ժամանակը։ Ինքը առաջնորդություն է տեսնում, որ հիմա ժամանակն է։ Իսկ այդ ընթացքում գիտես ինքը ինչ էր արել։ Գիտես մարդ էր մահացել, կարծես ասել, всё, ծառայությունը պրծավ, չէ՞։ Կասել, դու լավ ես, եկեղեցում ունեն, կարգի մարդ չի գալի, շատ մարդ չի գալի։ Ով է ավետարան քարոզում, ու էլի լիքը նման բաներ, մենք կարանք պատճառաբանություններ բերենք։ Բայց մենք տեսնում ենք, որ Դավիթը գնաց ու սկսեց մտածել, գնաց ու սկսեց հանձնարարել։ Ինչ էր պետք անել։ Պետք էր անել հետևյալը։ Պետք չէր նոր սայլ։ Պետք չէր նոր ձիեր կամ չէ եզներ, ոչ մի այդպիսի բան պետք չէր։ Գիտեք, Աստվածաշունչը մեզ ասում է, եթե որ մենք պատմությունը ուսումնասիրում ենք, սուրբ գրքերը նայում ենք, տեսնում ենք, որ պետք էին հատուկ մարդիկ Աստծուց ընտրված, որոնք Աստծո տապանակը ձողերով իրանց ուսերի վրա պիտի պահեին։ Ձողերով իրանց ուսերի մոհա։ Իսկ գիտես, կարծես թե 21-րդ դար, չէ, այսօր ինչքան մարդիկ կան։ Դե մենք գիտես ինչ հավատացան, մեր խաչերը, մեր կոմպյուտերները, մենք այսօր բան ունենք, չէ, արհեստական բանականություն ունենք։ Հարցը կտանք, կպատասխանվի։ Այս ինչ բանի հարցը ոնց կլինի։ Ունես պատասխաններ, տա 100% պատասխաններ տալի, ամեն ինչ ճիշտ է կարծես թե։ Գիտես, այն ժամանակ էլ տենց հрьяաներ կային երևի թե։ Նոր հрьяաներն էին այն ժամանակվա։ Որոշեցին ոչ թե Աստծո ասացի պես, այլ իրանց իմացածի պես, լավ ավտո կբերենք, լավ եզներին դեմը կդնենք, կողքից էլ sense տղեկը կգնա, sense, հա, նա սիրուն պատմություն կլինի, թող սաղ աշխարհ իմանա մենք ինչ Աստված ունենք։ Բայց պարզվեց, որ չէ, Աստված ասաց, ես չեմ ուզում այդ ձևը։ Գիտես, նպատակը լավն էր, ցանկությունը լավն էր, բայց մոտեցումը։ Գիտեք, մենք շատ անգամ մոդայի հետևից ենք ուզում եթանք։ Շատ հարցեր մենք մոդային ենք նայում։ Ոնց կնայվի։ Այո, դա լավ է, որ մշակույթի մենք նայում ենք։ Բայց բաներ կան, ես ուզում եմ, որ ես դու շատ ուշադրել ենք, որ ժամանակը իրանց վրա չի ազդում։ Մենք պետք է հասկանանք, որ բաներ կա, ժամանակի վրա չի ազդում։ Բաներ կա, որ Աստված թույլ է տալի, որ մենք ժամանակի մեջ մանևրենք։ Բայց բաներ կա, Աստված կոնկրետ այդ մասին գրել է արդեն։ Հասկանում ես, հա, Աստված գրել է այդ մասին, թե ինչպես պետք է, ովքեր պետք է, ինչքան ժամանակից հետո ինչեր պետք է անեն։ Ու այն ժամանակահատվածը, որը որ կարծես պիտի սուքի վերածեր Դավթի համար։ Կարծես պետք է պախարակություն ու դժվարություն լիներ, որտեղ խնդրի մեջ մի հատ մեծ խնդիր առաջացավ։ Իրանք բոլորը լավ նպատակով էին անում այդ ամենը։ Բայց մարդը մահացել, արունը թափվել։ Արուն, մարդու կյանք։ Էլ ոչ մեկ չի կարա ոչինչ ասի։ Մի հատ մեծ սպիտակի վրա մի հատ սև գեգից քաշացել էին։ Ու ես հավատում եմ, որ Աստված իրան ապավինողներին ինչ անում, ինքը օգնում է։ Ես հավատում եմ, որ Աստված իրան սիրողների համար ամեն իրավիճակ դեպի բարին է շուռ տալիս։ Լսիր,
քո կյանքում, ես հավատում եմ, որ մարգարեական է ինչ-որ մեկի համար, մի հատ իրավիճակի մեջ ես հնարավոր է, որ դու մտածում ես վերջ, որ դու մտածում ես հանձնվելու ժամանակն է, դու մտածում ես ձեռքերդ վեր բարձրացնելու ժամանակն է, բայց թույլ տուր ասեմ, ոչ թե ձեռքերը վեր բարձրացնելու ժամանակն է, այլ Աստծո երեսը փնտրելու ժամանակն է։ Աստծո երեսը փնտրելու ժամանակն է, որովհետև Աստծո համար անելանելի վիճակ չկա։ Թույլ տուր ասեմ, մարդկանց համար անելանելի վիճակներ ինչքան ուզես, բայց ոչ Աստծո համար։ Անհնարին մարդկանց համար ինչքան ուզես, բայց ոչ Աստծո համար։ Դրա համար մենք ոչ թե պետք է մնայինք մեր խնդրին, այլ դրա համար մենք պետք է հասկանանք, որ ժամանակն է Աստծուն նայելու, Աստծո երեսը փնտրելու, Աստծուն հարցնելու, Աստված որն է իմ կերպը։ Հովհաննես 3:16-ը ես հասկացա։ Հիմա ինչ քայլ ես պիտի անեմ, որ խավարում չմնամ, որտեվ էսի խավարը, որովհետև ստե դու չես, բայց երբ որ դու ստե լինես, էդի խավար չի, էդի լույս կդառնա, էսի կլինի հերթական հաջողությունը, այն դժվարությունը, որը քո առաջն է, էդի տրամպլին կլինի քեզ համար, որ դու դրանով կանցնես ու Աստծո անունը կփառավորես։ Եթե իհարկե Աստծուն մանգաս, որովհետև Աստված ամենուր է, ու Աստված կոտրված ու փշրված սրտեր ունեցողների հետ է։ Եթե ուրիշներին անարգում է, եթե դու կոտրված ու փշրված սիրտ ունես, դու ճիշտ տեղում ես։ Եթե ուրիշներին, հպարտներին ու ամբարտավաններին ինքը ընդհանրապես իրենց աղոթքը չի լսում, ապա խոնարհներին ինքը շնորհք է տալիս։ Դու կասես, բա ուր այդ շնորհքը չտեսա։ Թույլ տուր ուրիշ ձև հարց տամ, իսկ դու այն խոնարհն ես, որն Աստված է խոնարհ անվանում, ոչ թե որ դու ես քեզ խոնարհ անվանում։ Գուցե մենք պիտի ստե մանգանք, Աստված գուցե դա մարդկային խոնարհությունն է, ոչ թե աստվածային, ոչ թե աստվածահաճո խոնարհությունն է։ Եվ Աստվածաշունչը մեզ ինչ կասի, որ ամեն տեղից մենք դասեր ունենք սովորելու։ Գիտես, տապանակը ձեռքով պահել պետք չէ։ Նոր հրյաները փորձում են պահել։ Նոր քրիստոնյաները ես ցենց եմ որոշել, լավ է սարը երևի։ Բայց եթե ինձ հարցնեն որպես հովիվ, ներողություն, ես կլսեմ քո կարծիքը, հնարավոր է նաև ժպտամ քեզ, բայց պիտի ասեմ Աստծո խոսքը։ Ընդունես թե չընդունես։ Ինչի մարդիկ չեն ուզում հովի հետ խորհրդակցել, որտեղ հովը երկու բան ասում։ Աղոթի, կարթա։ Ես բայց դիտել լեցել անում եմ հով ջան։ Թույլ տուր ասեմ, հովը կասի էլի շարունակիր աղոթել ու էլի կարդալ, որովհետև այստեղից դուրս ինչ որ գրված է, սուտ է։ Այն ինչ որ կատարվում է, այս սրա մեջինն է կատարվում։ Աստվածաշնչից դուրս ինչ գրված է, համարի էդի գրված չի։ Ու թույլ տուր ասեմ, աղոթքը դա մենախոսություն չի, աղոթքը դա երկխոսություն է, երբ որ դու ես ու ինքն է։ Դու ես ու ինքն է։ Ու կարաս կռահես ով է գլխավորը։ Հենց որ մենք կռահենք ով է գլխավորը, մեր վերաբերմունքը շատ կփոխվի։ Որովհետև եթե պետքա 10 ժամ լռության մեջ նստել, ուրեմն այո 10 ժամ լռության մեջ նստել։ Դու մենք այդքան ժամանակ մեզ ուր դուց հովիվ ջան, այդ դու ես որ այդքան ժամանակ ունես, հաստատ։ Չգիտեմ խի իր մոտ տպավորությունն է, որ ես այդքան ժամանակ ունեմ։ Բայց չգիտես խի իր մոտ չկա տպավորություն, որ Աստծո համար արժի եթե պետքա տարիներ, եթե պետքա տարիներ անգամ, որովհետև դու գիտես, եթե դու Աստծո հետ ես, դու մեծամասնություն ես, եթե դու Աստծո հետ ես, դու հաղթող ես արդեն, եթե Աստված քո կողմն է, կապ չունի ով է քեզ հակառակ։ Մենք սիրում ենք այդ խոսքերը, բայց չենք ուզում այդ խոսքերի իրականությունը նայենք մեզ համար։ Մենք ասում, բա ես ուզում եի, շատ լավ է որ ուզում ես, ու չի բացառը, որ Աստված մի գեղեցիկ օր տենց կանի։ Բայց նույնիսկ անդրադառնանք աղոթքի զոհաբերության խոսքերի մեջ ասում, մենք գիտենք, որ Աստված կարա անի, բայց եթե չանի էլ, ես ու դու մեր ճանապարհն ունենք գնալու։ Աստծո խոսքից դուրս մեզ ոչինչ պետք չի։
Աստծո խոսքից դուրս մեզ պետք չի նոր քրիստոնյա խաղանք։ Մեզ պետք չի ասել, դե գիտեք, արհեստական բանակ, լսեք, արհեստական բանականությունը կարա ճշմարտությունն ասի, բայց դրա մեջ չկա այն սերը, որ Աստված ասում։ Որովհետև ինքը ուղակի գումարումներա ու գումարումների արձագանքն է տալի պատասխանը։ Չոր, չոր, չոր։ Իսկ մեզ այդ չորությունը պետք չի։ Մեզ պետք է, որ Աստված խոսա մեզ հետ։ Մեզ պետք է, որ մենք Աստծուն լսենք, մեզ պետք է, որ մենք ասում ենք սիրում ենք Աստծուն, ու մեզ պետք է, որ մենք մեր սերը ավելացնենք։ Մենք հասկացանք մենք ոնց ենք ավելացնում։ Եթե Աստվածի վրանից չի թափել մի ամպ սեր, թույլ տուր ասեմ, բոլորս վրա թափել է, ուղղակի եթե մենք չենք վերապրում դա, նշանակում է ես քայլ առ քայլ այդ սերը պետքա ուղղակի Վահրամի հանդեպ, քրոջ հանդեպ, եղբոր հանդեպ, քրոջ հանդեպ, ես պիտի անեմ, որտեվ ես հասկանում, երբ որ ես անում եմ, մարդը սովորում է, ես ինձ պետքա բերեմ այդ սովորությանը։ Ես պիտի սովորացնեմ, որտեվ գիտեմ մի բան, ես ինչքան տալիս եմ, իմ մոտ չի պակասելու դա, իմ մոտ ավելանալու է դա։ Իմ մոտ եթե ավելանում է, դա առիթ է տալի, իմ ախորժակը բացում է, ես սովորում եմ դրա մեջ, ու ես հասկանում, որ ես չեմ ապրում իմ համար, որովհետև ի վերջո Աստծո սերը ոչ թե վերցնում է, այլ Աստծո սերը տալիս է։ Ինչ է տալիս, աղոթք է տալիս, ժպիտ է տալիս, ժամանակ է տալի, նորից, որակյալ ժամանակ է տալիս դիմացինին, որակյալ, խորհուրդ է տալիս, արցունք է տալիս, գումար է տալիս, իր տաղանն է տալիս, սերը չի պահանջում, ուրիշ հարց, մեզ պետք է այդ սերը, թե չէ, մենք պետք է որոշենք, որովհետև ես գիտեմ մարդկան, որ աղոթում են Աստծո սերը, բայց երբ որ տենում են Աստծո սերն, ինչ է իրանց ներկայացնում, իրանք ասում են, չէ, ես տենց հələ չեմ ուզում, հələ ինձ է պետք։ Ինձ պետք է որ ինքը սիրի, այդ անեկդոտը գիտես, չէ՞, որ ասում է եղբորը, ասում է խնձորը կիսի եղբորդ հետ, մեկը լավն ալնում, մեկը վատ, ասում մամ կասես ինքը կիսվի։ Փոքր քրիստոնյան, որովհետև գիտի, որ լավը իրան կհասնի այդ դեպքում։ Մամ, թող ինքը կիսվի այդ խնձորը։ Մայրը որդիներին ասում է կիսվեք խնձորով։ Հիմա այս նույն հասկացողությունը, եթե մենք այդ հասակում ենք, դա մեղքա չէ, դա մեղք չի, ուղղակի դա իրականությունն է։ Եկեք ընդունենք, որ մենք առաջի դասարանում ենք, թեկուզ եկեղեցին կարող է երրորդ դասարանը հասել, բայց եթե ես առաջի դասարան եմ, խնդրում եմ, էլի։ Մենք ոչ մեկի դպրոցից չենք հանելու։ Մենք ոչ մեկին նույն դասարանը չենք թողելու։ Բայց մենք այն մարդիկ ենք, որ ուզում ենք բոլորս միասին, որ ամեն մեկիս մոտ առաջընթաց լինի Հիսուսի անունով։ Ամեն։ Եվ Աստվածաշունչը մեզ ինչ է սովորացնում։ Աստվածաշունչը մեզ սովորացնում է, որ նորամուծություններ անել երբեմն այո, պետք է լինում, բայց նորից Աստծո խոսքի մեջ։ Նորամուծություններ անել Աստծո խոսքից դուրս պետք չի, ուղղակի պետք չի։ Ինչ է կատարվում դրանից հետո մենք տեսնում ենք Աստված Դավիթին օգնում է, Դավիթին իմաստություն է տալի, մարդիկ հավաքվում են, տեսնում են, ինչպես պետք է լինի, համապատասխան մարդիկ են լինում, ամեն բան օրհնվում, ամեն բան ճիշտ է լինում, ու դրանից հետո ավելի մեծ քանակով ժողովրդով իրան գնում են ու ասում են Իսրայելի ծերերը, հազարապետերը, բոլորը միասին էթում էին ուրախությամբ, գնում էին աղաղակով, գնում էին ուղակի հիացած, ինչ էին անում Աստծո տապանակը բերելու համար։ Ինքը Դավիթը, որը որ թագավորն էր, ինքը թագավորական չէր, ինքը ասում սպիտակ բեհեզ էր անգամ հակել, ինքը կակավում էր, ինքը պարում էր Աստծո տապանակին, որովհետև Աստծո տապանակը իրանք տեղից տեղ են փոխադրում։ Այնքան ուժեղ պարեց, որ իր հարազատ կինը Սավողի աղջիկ մեղքողը նայեց ասեց, «Էսի թագավորի կերպ էր, բա որ դու քեզ պահում ես»։ Էսի թագավորի կերպ չի։ Դավիթը բոլորին օրհնեց, բոլորին հանեց օրհնություններ տվեց, եկավ իր տունը օրհնելու։ Իսկ իր կինը, տեսել ես, հա, մեկ-մեկ որ այդպես sense բիգուձիները փաթաթած, շվաբրը դրած, ընդ հա, այս կերպարով ասում եմ, բայց դա թագավորական չէր։ Ու գիտես, դուրս գալիս է Դավիթը, ասում է, այն Աստված, ով որ ինձ վերցրեց այդ ոչխարի փարախից ու թագավոր դարձրեց, ես դրա առաջ եմ պարել։ Ցավոք սրտի մենք երբեմն, գիտես, նորից եմ ասում, ես չեմ սիրում, որ խախտում են շատ բաներ, ես ինքս կողմնակից եմ, որ այո, սպորտին սպորտ ես վերաբերում, կլասիկին կլասիկ ես վերաբերում, առօրյային առօրյա ես վերաբերում, ես ինքս այդ բաները հասկանում եմ ու ընդունում եմ, բայց երբ որ հարցերթում է Աստծո մասին, այնքան կարևոր է, որ դու Աստծո բերանով անես, ոչ թե քո նախասահմանությամբ, ոչ թե քո նախասիրություններով,
Այնքան պետք է որ Աստծուն լսենք, որովհետև երբ որ դու Աստծուն ես լսում, երբեմն քեզ դա կրոնական է թվում։ 21-րդ դար, արհեստական բանականություն, բայց Աստված ասում է, չէ, սիրիր։ Ուղղակի սեր դիր դրա մեջ։ Երբ որ սիրում ես, հեշտ է այդ ամեն ինչն անել։ Երբ որ դու իրականում Աստծուն ես լսում, եք այդտեղ Աստված քեզ դες բան ասում, ասում ես, բայց այդպես բան չի կարելի անել, ախր։ Նա ես այն մեկն ասի, չէ, հիմա միշտ եմ ասում։ Ասում ես, չի կարելի, ախր անել։ Բայց ասում է, արա, ես քո հետևը կանգնած եմ Աստված։ Դու զգում ես, որ Աստված օրհնում է այդ բանն անում ես։ Ու դու տենում ես, որ Աստծո օրհնությունը կա դրա մեջ։ Ու գիտես, վկայությունը մենակ քո համար չի, վկայությունը 2-3 հոգու վկայություն է լինում, որ դա Աստծո կամքն էր։ Հետևաբար մենք նորից ու նորից եկանք հասանք այնտեղ, թե ինչ կատարվեց։ Մենք այսօր կարանք լինենք նոր հրյաների պես սիրելիներ, բայց մենք կարանք լինենք նաև նոր քրիստոնյաներ, ովքեր որ այդ հին Աստվածաշունչն են ընդունում իրենց համար որպես հեղինակություն։ Հալելույա։ Դրա համար եկեք նայենք ինչա ինձ ու քեզ պետք։ Ես վերջին եմ բերում այսօրվա խոսքը։ Արդեն ինչպես ասացի, այն բաները, ինչը որ Աստծուց է գալիս մեր կյանքում, դրանք ոչ կոռոզիայի են ենթարկվում, ոչ ժամանակն է իրանց վրա ազդում, հա, մենք միասին ենք։ Մենք ուղղակի պետք է ապրենք համաձայն նրան, ինչը որ Աստված մեզ տվել է։ Մեր սրտի մեջ ինքը դրել է, որ մենք շարժվենք, ինքը դրել է, որ մենք շնչենք, ինքը տվել է, որ մենք նկատենք, ինքը տեսել է, որ մենք իրար օգնենք, ինքը տվել է, որ մենք իրար հանդեպ հանդուրժող լինենք, ինքը տեսել է, որ մենք իրար համար պիտի աղոթենք։ Ասում ես ինչքան։ Գիտես քանի տարի եմ աղոթում։ Ես վկայություն ունեմ Երևանից, ինձ հիշում է 20 տարի մարդն աղոթում էր իր ամուսնու փրկության համար, 20 տարի։ 20-րդ տարվան ամուսնի հետ միասին իրանք ծառայում էին Աստծուն։ Հիմա կասես 20 տարին սրբությունն է, չէ։ Մարդկա մի շաբաթ, մարդկա ամուսինն է բերել իրան։ Մարդկա տենց էլ չէ, մարդը վերջին մահճում ուղակի իր հոգին տալուց առաջ Աստված կանչեց։ Բայց գիտես, ես չգիտեմ, որ մեկից ինչա տրված։ Բայց գիտեմ մի բան, այն գործի մեջ, որ Աստված ինձ ու քեզ դրել է, լցել է, այնքան պետք է որ ես ու դու հավատարիմ լինենք դրա մեջ։ Ուզում եմ ուղղակի բերեմ այստեղ Աստվածաշնչյան։ Ուրեմն ինչպես Աստծո ընտրյալներ, ովքեր ընտրյալները բոլոր նրանք, ովքեր Հիսուսին ասում են այո եւ ամեն։ Ու ոչ թե մենակ բառերով են ասում այո ու ամեն, այլ սկսում են իրանց վրա աշխատել։ Նորից։ Ինչ պետք է անենք։ Սիրելիներ ասում է։ Հագեք գութ, ողորմածություն։ Հա դու ինչքան կարելի է, հով ջան, ներողություն, եթե դու եկեղեցում ես, ինչքան կուզես։ Մենք ուրիշ բան քեզ չենք էլ ասելու։ Մենք քեզ երբեք չենք էլ ասել դարձիր աշխարհ։ Չենք ասելու, որովհետև աշխարհը մենք չենք հավանում։ Մենք չենք հավանում աշխարհը։ Good, ողորմածություն, քաղցրություն։ Ասում ես ամեն ինչը հագնել է պետք։ Այլ կերպ ասած, ոնց որ թե դա մեզանից ոչ թե որ մենք չենք ունեցել, դա կորցրել ենք։ Հնարավոր է Ադամի կատարած մեղքի ընթացքում բոլոր միանգամից չկորան, բայց աստիճանաբար ամեն մեկիս կյանքում ինչ որ բան կորավ։ Ամեն մեկիս կյանքում հնարավոր է դու շատ բարի ես եղել ու միշտ խափնված ես եղել։ Ու դրա պատճառով այսօր դու ասում ես դե ինչ ելնում է, ես անցնով վсё, դա իմ մոտ չի լինելու, ես չեմ թույլ տալու, այլևս ինձանից տանեն։ Դրա պատճառով դու դա ունես։ Հիմա ինչ։ Աստվածաշունչն ասում է հագիր, good, ողորմություն, ողորմած եղիր, քաղցրություն։ Խոսքիդ մեջ քաղցրություն կա թե չկա, ինչ ես կարծում։ Շիրա կա թե չէ։ Բռնում է քո ասած խոսքը թե չէ։ Մտածիր այդ մասին։ Խոնարհություն։ Էլ ինչքան կռանամ sense գաս վրովս անցնես։ Ես եմ, եթե դու խոնարհությունը հետ ես պատկերացնում, հա, բայց Աստծո խոնարհությունը ընդհանրապես ոչ մեկին չի կռացնում։ Որտեվ Աստվածաշունչն ասում է խոնարհ եղբայր թող բարձրանա իր բարձրությունով։ Ուղղակի հասկանալ է պետք ու ճիշտ սրտի դիրք է պետք, որը որ ցավոք սրտի չթլպատված սիրտը ինքը չի կարող խոնարհվի։ Ինքը չի կարող խոնարհվի, որովհետև ինքը կարծում է էս էլ անեմ, ինչի համար ինքը անում է մարդկանց ցուցադրելու համար։ Ինքը անում է իրան խաբելու համար, իբր ինքը խոնարհ է։ Բայց իրողությունը դա չի։ Իրողությունը ուրիշ բանի մեջ է։ Սիրտը պետք է թլպատված լինի։ Երբ որ սիրտը թլպատված է, ամեն բան ընկնում է իր տեղը սիրելիս։ Խոնարհություն,
հեզություն։ Գիտի, հեզություն ասելուց մի անգամից հիշում ես, չէ՞, հարս։ Հեզություն ասելուց հիշում ես, չէ՞, հին կնոջ կերպար։ Հեզություն ասելուց հիշում ենք Մարիամ, Հիսուսի մայր Մարիամին։ Մենք հիշում ենք հեզություն ասելուց։ Մենք տեսնում ենք ինչ-որ կանացի, ինչ-որ շատ ուժեղ ու միաժամանակ թույլ։ Շատ ուժեղ ու միաժամանակ օգնության կարիք ունեցող։ Ուժեղ ներսից։ Մենք ճիշտ ենք հասկանում։ Համբերատարություն։ Մենք համբերում ենք միջև։ Ասում ինչքան կարելի է հովի ջան, ու սաղ կյանքներս լսեք, սաղ կյանքի մենք էլ չենք ասել, մեր սաղ կյանքան դեղա սկսելու։ Էսի ճանապարհը, որ անցնում ենք, էսի մի հատ տրանզիտ ճանապարհ է։ Էսի տրանզիտ ճանապարհ է։ Էս կյանքը տրանզիտ է, էս մարմինը քո տրանզիտն է։ Հասկանում ես, փոխվելու է էսի։ Էսի մենք պիտի թողենք էս մարմինը։ Երկնային մարմինը ինձ ու քեզ է սպասում։ Բայց որպեսզի մենք այդ երկնային մարմինը հագնենք, այն մարմինը, որի մեջ այսօր կանք, պետք է դրան կրթենք, դաստիարակենք, փոխենք, պետք է ջարդենք, պետք է խաչին գամենք մարմնականը, որովհետև մարմնականը երկինք չի ուզում գնա։ Այս մարմինը երկինք չի ժառանգելու։ Կարաս մտածես ինչի համար է ինքը հակառակ հոգուն, ասում եմ մարմինը հոգուն հակառակ է, մարմնականը հոգուն հակառակ է։ Ինչի, որովհետև հոգին երկինք է տալու, բայց ներողություն մարմինը երկինք չի տալու։ Միասին ենք։ Ուրեմն հագնել գուտ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն, միմյանց հանդուրժելով ու ներելով։ Հետաքրքիր այ մարդ սուրբերի հետ է խոսում, չի ասում է աշխարհիկ մարդկանց հետ կապված մենա, այլ սուրբերի հետ է խոսում, ասում է միմյանց հանդուրժեք, իրար ներեք։ Նշանակում է Աստված չի բացառում, որ քուր ու աղբեր, ամուսիններ, խնդիրներ կունենան իրար հետ։ Խնդիրներ կունենան, տարաձայնություններ կունենան։ Ընտանիքը ամեն ինչը կարա լինի։ Աստվածաշունչն ասում է իրար հանդուրժելով, ու ոչ թե որ հենց հարմար պահին հանես զղկստես, այլ ասում է իրար ներելով դրանից հետո։ Հանդուրժել, ներել, չի ասում մենակ մեկը, ոնց որ սերը միակողմանի, չէ, իրար, մեկը մյուսին։ Գիտես, երբ որ քեզ գալիս է ու քեզ հետ է գալիս, դու շատ ավելի ուժեղ ես, բայց երբ որ մենակ դու ես անում, դու ասեմ շատ դժվար է, բայց այնքանով է լավ, որ Տերն է քո հետ այդ ժամանակ։ Տերը համապատասխան զորություն է քեզ տալիս, հասկանում ես։ Ուրիշ տարբերակ չկա, որովհետև մենք մարդ ենք։ Մենք մարդ ենք, չենք կարող ժողովուրդ։ Մենք մարդ ենք, մի օր կհատենք այդտեղ, հասկանում ես, լավ արե, վատ արե, այդ մարդը թողեք, մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չի։ Մենք պիտի ընդունենք այս հասկացողությունը։ Եվ հիմա իրար համբերելով, իրար հանդուրժելով, իրար ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, տրտունջը գիտես որն է, հա, ես այդքան դրանց են անգամ արի, ես անգամ արի, հիմա էլ սենց ինչքան կարելի, վաբշե բան ես անում, սս թռնում նստում է երեսիդ, ուսերիդ է նստե արդեն, ինք հովա որ ինձ ասի, ես էլ եմ ուզում ասում, խիրը ասածը մենակ պետք է անենք, տրտունջ եղավ, հիշում ես ինչ եղավ դրանց հետո, Մովսեսի ժամանակ, երբ որ տրտնջացին, բորոտությունը կպավ, հարազատ քրոջ վրա, եղբայր քույրեր, զգուշացեք, խնդրում եմ, տրտունջը շատ վատ բան է, շատ վատ բան է, անենց մի տարեք այդ տրտունջը ձեր տուն, էդի շատ նեխած կատու է սատկած, 100 տարվա, մի տարեք ու ձեր սեղանին կամ խոհանոցում մի կախեք, էդի են տերևները չի, դափնի տերևները չի, լավրովի լիշ չի, որ կախպես ինչ-որ բաների դեմ, էդի հակառակը, բանկը հավակիտ է, ինքը ինֆեկցիա կբերի և ոչ թե ինֆեկցիաները կլարի քո տնից, ամեն, ասում եթե մեկ է մյուսի դեմ տրտունջ ունենա, իրար ներեք, իրար հանդուրժեք, ինչպես Տերը ձեզ ներեց, իսկ դու ասում ես, ես այն անգամ իրան ներեցի, չէ, ոչ թե ներինես, որ ոնց որ այն անգամ ինքդ ներել ես, որ ասես 7 անգամ 70, այլ ինչպես Տերը քեզ ներեց, իսկ երբ մեզ ներեց Տերը, այն ժամանակ, երբ որ մենք մի գրամ տեղ չունենք,
Այն ժամանակ որ sense մեզ նայում են, այսպես ոտից գլուխ թաթախված մի հատ քայլող, չգիտեմ ինչ էինք։ Մի հատ քայլող եսիմ ինչ էինք։ Ու Տերը ներեց մեզ։ Տերը ներեց մեզ։ Տերը ողորմեց մեզ, սիրելիներ։ Նա համեմատականը չի դնում պապայի համար, մամայի համար, ինչպես Տերը քեզ ներեց։ Հավատացնում եմ, հերիք էր մարդկային մի հատ չափորոշից, մարդիկ կփորձեն թռնել դրանից վերև։ Դրա համար Աստված Իրանա չափորոշիչ որպես բերում։ Ասում է, ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ դուք։ Ուրեմն ասում է, այս ամենի վրա էլ սեր հագեք։ Այսքանի իբր շատ ենք անում, ասում է, այսքանի վրա էլ սեր հագեք։ Բա սիրում ենք, որ էսի անում ենք, դու ճիշտ է, դու սիրում ես, դրա համար սկսար գութի հետևից գնալ։ Դու սիրում ես, դրա համար ողորմություն ու քաղցրություն սկսար աղոթել։ Դու սիրում ես, տեսար մարդկանց մոտ ոնց ասիր Աստված, ես էլ եմ ուզում, սովորացրու։ Սովորացրու, որ իմ աշխատատիրոջ հետ, սովորացրու, որ իմ պարտնյորի հետ, սովորացրու, որ այն մարդուն, ում ես եմ փող տալիս, սովորացրու այն մարդուն, որ եկեղեցի է գալի, որ լը կապրիզներ է անում, սովորացրու, որ կարանամ։ Սովորացրու, ուստի մենք տեսնում ենք, այդ սերը առիթ տվեց, որ մենք գանք ստեղ, հետո դրանից հետո էլ ասում է, այս ամենի վրա նորից սեր հագեք։ Ինչ, միջև այդ սեր չկար, կար։ Սերը առիթ տվեց, որ մենք էդի ուզեցինք։ Հիմա մի հատ ուրիշ սիրո մասն է, էսի մի հատ ուրիշ փուլի սեր է։ Էսի մի հատ ուրիշ սեր է, Աստվածաշունչը ասում է, այդ ամենի վրա սեր հագեք, որ կատարելության կապն է։ Սիրելիներ, կա սեր ավելի բարձր մակարդակի։ Միշտ իմացի, կա ավելին։ Ասել եմ նորից կասեմ, անգամներ ա եղել, որ մեզ թվացել է, թե հեսա, ես էլ անցնենք, հասնում ենք։ Բայց անցել ես, տեսել ես, էլ այնքան անցնելու կա։ Քանի երկրի վրա ենք, սիրելիներ։ Ամեն ինչ ավարտվելու է։ Ու երբ որ գնալու էլ լինենք այնտեղ նորից, բայց սերը չի ավարտվելու։ Սերը անավարտ մի հատ բան է։ Սերը ինքը կարա ավելանա։ Սերը կարա պակասի։ Սերը կարա սառի։ Տարբեր իրավիճակներում ինքը տարբեր ձև է գործում, բայց այնքան ուժեղ է, որ ես ու դու սիրով սկսելով, ամեն ինչ ճիշտ սկսելով, զարգացնելով ինքներս մեզ, հասնենք մի հատ մակարդակի, որ դրա վրա ասենք, հիմա այն սերն է պետք, որը կատարելության կապն է, կապում է էդի։ Էդի մեզ կապում է այն ճշմարտությանը, այն հաստատությանը, որը որ կատարելություն է կոչվում, հասկանու՞մ։ Էդի արդեն մի քիչ չի, էդի մի հատ ուրիշ որակի սեր է։ Էդի այն սերը չի, որ շունիկը սիրում, մատը կծում ասում, լակոտին է, մատը խփում ես։ Այդ սերը չի։ Էդի ուրիշ սեր է։ Էդի այն սերն է, որ եթե դու ընկար, չես ծիծաղում։ Եթե թշնամիտ ընկավ, դու քիթը չես բարձրացնում։ Էդի այն սերն է, որ հոգնած, ջարդված, փշրված ես, բայց ասում են մի հատ մղոն պիտի անցնել։ Ասում ես, որ մեկն ասում է, ես հո գիտեմ, որ երկրորդն պիտի գա դրա հետևից։ Այդ է։ Լսեք, սիրելիներ, մենք կարանք շատ բան խոսենք, բայց մեզ պետք չի շատ անգամ խոսալ։ Մենք կարանք շատերին քարոզենք, բայց մեզ պետք չի քարոզել, մեզ պետք է մենք ապրենք որպես քրիստոնյաներ։ Երբ որ մենք որպես քրիստոնյա կապրենք, այդ ժամանակ ոչ մեկ մեզ չի ասի, գնա քարոզի, անպայման մինչև տարեվերջ 2 հոգու կբերես։ Չէ։ Մեր մեջի կրականից կլի, որ մենք չենք կարա թաքցնենք։ Մարդիկ կմոտենանք ասեն, պիտի որ մի բան լինի, կարաք ասեք ձեր գաղտնիքն ինչումն է, ձեր հաջողության, որովհետև դուք էլ բոլորի պես եք։ Հաջողություն անպայման չի տասատավտո ունենաս։ Հաջողություն, որ դու քո ներսում խաղաղություն ունես, որ քո ընտանիքում խաղաղություն կա, հաջողություն, որ դու առողջ ես, հաջողություն, որ դու քո ծնողի հետ ճիշտ փոխհարաբերության մեջ ես, հաջողություն, որ դու քո կնոջը վստահում ես ու քո կինը քեզ վստահում է։ Լսեք, դրանք օրհնություններ են, որոնք որ չկա, դրան համարժեք էկվիվալենտը չկա, մենք ամեն ինչ չափում ենք ցավոք սրտի փողով։ Ու լավ է, որ փող շատ ունենանք սաղս, բայց թույլ տվեք ասեմ, լավ է, որ շատ մարդիկ շատ փող չունեն։ Որովհետև այդ մարդիկ անես չարություններ կանեն հետո։ Եղել է, գիտես իմ կյանքում, որ աղոթել ենք մարդու հաջողության համար։ Մարդը հասավ հաջողության, հետո սկսեց եկեղեցի ուշ գալ, հետո սկսեց եկեղեցում թելադրություններ ասել, ոնց կարելի է բաներ անել,
Հետո տեսանք ոչ եկեղեցի եկա, ոչ հետո իմացանք, որ կրվել է կամ ուրիշ բաներ ա եղել իրանց հետ։ Գիտես փուլեր է, Սաղմոս 72։ Ուրիշ ոչ մի բան։ Մարդուն տրվել է սահման հեշտ շահելու համար։ Իսկ մենք էլ նայում ենք, ասում ենք, տեսար այդ մարդու ինչ հաջող է։ Աստուն հայոյում է, բան ամ, տեսիր վատ բաներ ան, բայց նայ գործերը հաջող է։ Սաղ լավ է իր մոտ։ Երանք թե լավ ելներ։ Բայց լավ չի։ Այդ իր համար շատ հեշտ սահելու ճանապարհը։ Ու Աստված այնքան մեզ սիրեց, որ մեր ամեն մեկիս ուզածը մեզ չտվեց, այլ ինձ ու քեզ պատրաստումը, հոգևոր հասունացումը, մեր մկանները, մեր ամեն ինչը ձևավորումը, մեր հասկացողությունը, որ երբ որ մի բան տամ ես, մենք ոչ թե մեր գլուխները կորցնենք, այլ մենք դա ճիշտ կերպով կիրառենք Աստծուն փառք բերելու համար։ Ամեն։ Ամեն։